Բարև ձեզ ելի հայրենակիցներ, կրկին ձեզ հետ է Anti-Fake-ը իր Ղազարյան versus Ղազարյան նախագծով։ Այս անգամ մենք կմշակենք կրկնա դավաճանի, Խորեն Հովհաննիսյան անունով մի դավաճանի, որը փորձում է հանրայնում ներկայանալ իբրև հոգևորական։ Կարգալույց այս մարդու հետ զրույց է վարել Պետրոս Ղազարյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake-ի YouTube-յան ալիքին, հավանեք տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ donation alerts, Patreon, Super Chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Anti-Fake-ին այս եւ մյուս նախագծերի համար։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, այսօր կզրուցենք Գարեգին առաջինի վերջին գավազանակիր եւ Գարեգին երկրորդի առաջին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի հետ։ Բարեկո հայր Խորեն, շնորհակալություն հրավերանալու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Պետրոս, սուտ ես ասում։ Ինչի ես սուտ ասում, ինչի ես սուտ ներկայացնում։ Սա հայր Խորեն չի, սա պարոն Խորեն Հովհաննիսյան, հա։ Իզուր սրա անունը ինչի ես կապում Գարեգին առաջին վեհապարի կամ Գարեգին երկրորդ վեհապար, ընդհանրապես ասա կարգալույց եղած նախկին հոգևորական, հիմա աշխարհական պարոն Խորեն Հովհաննիսյան։ Այսքան բան, ինչի ես սուտ ներկայացնում։ Ինչի ես այս դավաճան Հուդայի անունը կապում մեր վեհապար հայրապետների անվան հետ։ Կարաս ինձ ասես։ Ինչպիսին է այն ինչ իրականանում է դրա ընդհանուր ձեր գնահատականը։ Դժբախտաբար այսօր մեր երկրում տեղի է ունենում ցնցումներով լի դավաճանական գործողություններ, որոնք կառավարվում են մեր սրբություն սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Այսօրվա գահակալը ես բազմիցս ասել եմ, հիմա էլ հաստատում եմ, ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, տրոյական ձի է մեր երկրում եւ այսօր նրա միջոցով հյուսիսային մեր հարևանները փորձում են ցնցումներ եւ հեղաշրջում իրականացնել մեր երկրում։ Ձեր ասածը լուրջ, այսպես մեղադրանք է, ինչպես կհիմնավորեք։ Մի րոպե էլ մինչև հիմնավորել ասա, բա եթե հələ հիմնավորել եք մի հատ, հələ հիմնավորել եք, հələ կհիմնավորես, հետներ մի հատ ասա, բա դու որ երկրների հատուկ ծառայությունների գործակալ ես, կարող է հանկարծ Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ ես, հետա կարող է Պարզի, որ այդ խոսակցության վերջում դա է հիմնավորվում, Պետրոս։ Կամ եթե դու նորմալ մարդկանց տրոյական ձի ես անվանում, կարող է մենք էլ իրավունք ունենք քեզ նիկոլական էշ անվանենք, ասենք ու դու մտածես, որ դու հիմա նախիրի մեջ ամենաբարձրը որ զռաս, Նիկոլի ճակատը թողած, պիտի գան քու ճակատը պաչեն, որպես նիկոլական էշ։ Ես մի քանի ամիս առաջ տարբեր հարթակներում հրապարակել եմ, որ 79 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել եւ արտաքսել են Մոսկվա ձեռնաշղթաներով եւ այսինքն հրճակել եմ, հայտարարել եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ինձ դատի տա եւ դատարանում գնանք, ես ապացուցեմ, որ իրեն արտաքսել են։ Ավելին ասեմ ձեզ, 2005 թվականին նա ուզում էր գնալ Գերմանիա, առաջնորդի կողմից Գերմանիայի հայոց հրավեր ուներ եւ փափագեց, որ հանդիպի օրվա Անգելա Մերկելին չանցլերին եւ երբ նամակ գրեցին, որ այս մարդը Կտրիչ Ներսիսյան ուզում է ձեզ հանդիպել, Անգելա Մերկելը չլսված բան է, մերժեց նրա հանդիպումը, նամակները կան թե Գերմանիայում, թե Էջմիածնում եւ երբ նրան տեղեկանքը տալիս են, թե ով է Կտրիչ Ներսիսյանը, տեղեկանքում Անգելան սա բացահայտեց հետաքննող գերմանացի լրագրող, եթե կարող է թող ինձ դատի տա, գնանք դատարան, ես իմ փաստարկները բերեմ ինքը իր։ Անգելա Մերկելը առհամարանքով մերժում է ընդունել։ Ու տեսնում է, որ գործակալ է եղել եւ ջիգոլո Գերմանիա եղած տարիներին, իբրև ուսանող է եղել ձևակերպած հայ հոգևորական։ Անգելա Մերկելը պատասխանում է, որ քեզ կընդունի իմ խորհրդականի քարտուղարը եւ շենքը ցույց կտա այսքանը։ Գարեգինը վախենում է Կտրիչը եւ չեղարկում է իր այցելությունը։ Գերմանիայի հայոց թեմը աշխարհում այսքան թեմեր ունի հայ առաքելական եկեղեցին Հայաստանյաց։ Միակ թեմն է, որ 25 տարի
կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը կտրիչը երբեք չի այցելել Գերմանիայի 100,000-ից ավել բանավոր հոտ ունեցող Գերմանիայի հայոց թեմին երբեք չի այցելել վախենում է որ Գերմանիայի իրավապահները իր տրցակները դոսիեները ջրի երես բերեն եւ 2005-ի Անգելա Մերկելի այդ մերժումից հետո վախը մեծացել է եւ երբեք նորից Դուք ունեք այդ նամակները, այդ փաստերը ունեք։ Պետրոս, հիմա դու պետք է նստես այս ապուշությունները լսես, այսինքն այսօր սա ինչ ասի, այս կարգի սուտ կարալնի, ուրեմն սրան բացահայտել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում նույնիսկ Դանիել Իոնիսյանի փաստերի ստուգման հարթակը, որը Նյութա հրապարակի ըստ որի Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոսի կենսագրության մեջ նշված է, որ նա 1975 թվականին Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվն է եղել եւ զուգահեռ ուսումնառությունը անցել Բոնի համալսարանում։ Ավարտելուց հետո 1979 թվականին ոչ թե ձեռնաշղթաներով գնացել է տարել են Ռուսաստան, այլ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի տնօրինությամբ վերադարձել է նախ Մայրաթոր, այնուհետև Վեհափառ հայրապետի տնօրինությամբ մեկնել է Ռուսաստան ուսումնառությունը շարունակելու Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ Իսկ ինչ վերաբերվում է Գերմանիա իր այցին, որ ասում է չի գնացել, չեն մերժել են, այնտեղ ինքը Գերմանիա նման նա այցելություն ունեցել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, արդեն որպես ամենայն հայոց կաթողիկոս, 5 օրյա հովապետական այցելություն է ունեցել Գերմանիա, որ մասնակցել է արևելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ ռեֆորմացիայի 500-ամյակի Հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին։ Գարեգին Վեհափառը հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, ներկա գործող նախագահն է Գերմանիայի, հանդիպում է ունեցել Բերլինի հայ համայնքի հետ։ Իսկ երբ որ Անգելա Մերկելը ինքն է ժամանել Հայաստան 2018 թվականին աշխատանքային այցով, ինքն է այցելել Մայրաթոր եւ հանդիպում ունեցել Գարեգին II Վեհափառ հայրապետ։ Հիմա դու ամոթ չես անում, արա Պետրոս բերել ես սուտասան շարլատան ես հուդային, դրել ես հանրայինով մեր ժողովրդին սուտ ու կեղծիք եք տարածում, բայց չեք մտածում, որ այս աշխարհում ինտերնետ գոյություն ունի ու հնարավոր է այս ամեն ինչը ճշտել։ Եթե ինձ դատի տա, ես կտանեմ դատարան։ Լսի, այդ խաչն չես կախել դոշից հետ, ինչ կապ ունես դու այդ խաչի քրիստոնեության հետ։ Թուրքիա է ծառայում նորմալ սիրուն մատ են մեծ կիսալուսինը, աստղնել մեջը, դրանից կախի մանարի, մեկը արդեն մենք ես բացահայտել ենք, էլ դու չես կարա այս խաչի տակ պաշտպանվես, քողարկվես այդ խաչով, արդեն բացահայտվել ես, նորմալ Պետրոս դու ունես դրանից։ Լսի, քո երեխան Գերմանիա չէ սովորում։ Արա բամ այդ հենց հեռախոսը վերցներ խոսալուց ասել մա զանգեր երեխուն ասել լսի ստե մատ աղմախ հուդայա եկե սուսուտ բաներ է խոսում սես բան կա թե չկա երեխեդ վերջը կրթություն ստացող երեխա է փախ է գնացել է մորից որ հանկարծ մոր ղեկավարած համակարգում չսովոր նա քեզ նորմալ տեղեկություններ կտասան չես մնացել սուտասանի հյուսին Հիմա այն ինչ որ տեղի ունենում ըստ ձեզ ինչա տեղի ունենում ըստ ինձ տեղի ունենում հետևյալը ռուսները այլևս խնդիր են դրել Մոսկվան իր արչև խնդիր է դրել որ մեր ինքնիշխանությունը պիտի վերացնի մեզ պիտի գուբերնիա դարձնի նրա Հեյդար Ալիևի երկու պարտկոմները Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այսօր պաշտոնի վրա չեն չնայած նրա որ անսահման փողեր ունեն լծակներ լրատվամիջոցներ բայց չեն կարողանում հեղաշրջում անել եւ իրենց դրածոյին վերել իշխանության նրանց վերջին հույսը մնացել է այս երագլուխ հրեշից Կտրիչ Ներսիսյանը Քոչարյան, Սարգսյան եւ Կտրիչ Ներսիսյան ես սրանց անվանում եմ երագլուխ հրեշ ովքեր նստած են մեր երկրի վրա եւ չեն թողում որպեսի մեր երկիրը զարգանա Իրա սիրած երագլուխ հրեշը գիտես որ նա Պետրոս դե քոնն էլ է էլի ձերին
Էրդողան, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան։ Հիմա ասում եմ, որպեսզի ես իրանց եռագլուխ հրեշը գա հայ ժողովրդին հոշոտի, ոնց որ մի անգամ հոշոտել են Արցախում, Արցախահայությանը, մեր երիտասարդ զինվորների կյանքը խժռելով, Արցախը խժռելով, հիմա այս եռագլուխ հրեշը ուզում է հոշոտի նաև հայ ժողովրդի մյուս հատվածին։ Ու քանի որ կան մարդիկ, ովքեր դրան դիմադրում են, այդ դրանք են հրեշները, այդ հայերը, այդ հայերը ուզում են փրկվեն այս եռագլուխ հրեշից, որը որ պետք է այս իսկական եռագլուխ հրեշը Նիկոլ Փաշինյան, Էրդողան, Ալիև ձեր օգնությամբ կարողանա հոշոտի այս ժողովրդին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը արդեն երկու անգամ ռազմապետական հեղաշրջում են արել եւ հեղել մեր արյունը հոկտեմբեր 27-ին եւ մարտի 1-ին եւ Կտրիչ Ներսիսյանը օրհնել է եւ հայաստանցու թափված արյունով օծել է նրանց։ Հիմա վերջին հույսը Մոսկվայի Լուբյանկա 2-ի մնացել է իրենց հին երիտասարդ ժամանակներից հավաքագրված Կտրիչ Ներսիսյանը եւ նրանց հույսը նա է, բայց մի տարի է ցնցումներ չի կարողանում եւ հիմա Սամվել Կարապետյանին ուղարկեցին իբրև օժանդակ ուժ, որպեսի գա միավորվի եւ գործը գլուխ բերեն։ Լսում ես ինչեր է խոսում։ Արեսից ապուշ բաներ բերել ես, նստացրել ես համեկը։ Չէ, ասես չէ, Պետրոս, գիտես ոնց սկսվավ այդ ամեն ինչը։ Սա սկսվավ այն պահից, երբ Լենինը բռնեց ու այն Բրեժնևի աղջկան բռնաբարեց։ Այդ Բրեժնևի աղջկան բռնաբարելուց էլ այդ եղել է մի հատ հյուրանոցում ու այդ վաղտ այդ հյուրանոցի աշխատողը եղել է Գորբաչովը։ Ու սա դրանից սկսվավ։ Այսինքն այն ժամանակ, որ Լենինը բռնեց Բրեժնևի աղջկան բռնաբարեց, Գորբաչովը տեսավ, հետո բան արեց, այնտեղից այդ սաղ պատմությունները ընդեղից սկսվավ։ Այդ իր ասածը մի քիչ այնքան էլ ճիշտ չի։ Այդ որ ուզում ես իմանաս, ընդից է սկսեց սաղը։ Արա ասեք դու կարելի է ասենց հիմար ասենց ապուշությունները բերել հանրայինով։ Բայց դու չես մտածում, Պետրոս, ասենք որ այդ ապուշության կազմակերպիչը դու ես։ Մեկը շուռա գալու ասել Պետրոս, սա խոդու ապուշ չես, արա ասես հիմարությունները դուս տալի, բայց չես ասում, արա այս ինչեր ես խոսում, այս ինչեր ես ասում, այս քո տեղեկատվության աղբյուրները որն է, այս ինչ վերլուծություն, ասեք ինչքան հիմար մարդ փողոցում կարած բռնես, ամեն տեղից մերժված փողոցը շպրտած մի հատ դավաճանի։ Ասեք գտես բերես նստացնես, միկրոֆոնները խփես դոշին, ասես դե խոսի, հա։ Դա որտեղից դուք գիտեք։ Դա ուղղակի ակնհայտ է։ Ռուբեն Վարդանյան 2 պրոյեկտն է։ Կարծում եք Սամվել Կարապետյանը, եթե լսեք նա ինչ է հասկանում քաղաքականությունից կամ աշխարհաքաղաքականությունից, հայերեն ոչ մի նախադասություն միջևերջ չի կարողանում վերջացնել մարդը, նրա ինչին է պետք միլիոնատեր, միլիարդատեր ռուսներ կային, ռուսաստանցիներ, ովքեր Ուկրաինայի պատերազմից հետո լքեցին երկիրը, որպեսզի իրենց անցավ գլուխը ցավի տակ չդնեն, բայց Եվրոպայում հանկարծ ինքնասպան եղան մի քանի հոգիներ, վստահ եմ գիտեք, պատուհանից ընկան եւ այլ ընտանիքի անդամներ, ով նրանց չի լսում, այս բախտին է արժանանում։ Իմացար Պետրոս ինչ անում։ Արա զգուշ կլնես, այդ պատոհանի բանի մոտ չեթաս կանգնես, մանավանդ որ էթաս մեզ Գերմանիա ֆուտբոլ ես էթում նայես, երեխուտ ես էթում դենա, այդ հանկարծ Գերմանիա բան գնալուց պատոհանի մոտ չկանգնես, Պետրոս, մեկ է տեսար հանկարծ ընկար տրակար։ Ինչ ենք անելու մենք, կարող է դու ես մեր Ղազարյան versus Ղազարյան նախագծի վրա քարկեցես քո մի հատ անզգուշության պատճառով։ Չանես դες բան, 1000 գործ ունենք հələ, մարդիկ հավեսեն ընկեն նայում են այս հաղորդումը։ Չփչացնես հանկարծ մեզ սրա երեսից։ Սա մի կառույց է հորինել, որ իրենից առաջ ոչ մի կաթողիկոս չի արել այդպիսի բան, ասում է հայաստանյան առաջնորդներ եւ եպիսկոպոսներ։ Եղբայրը Մոսկվայից զանգում ասում է, որ սա պիտի հրապարակես եւ այլն ընդդեմ Փաշինյանի, ընդդեմ Երևանի քաղաքականության եւ սա Գերագույն հոգեվոր խորհուրդ չի կարող ամեն պահ հրավիրել։ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների մի մասը արտասահմանում են Ամերիկա, Եվրոպա, Ասիա եւ այդ նոր կառույցն է ստեղծել ձևական եւ այս տեղացիներին հավաքում է եւ
պատրաստի նյութը ունի արդեն բարև եւ այլն ինչպես է բլա 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 եւ պատրաստի նյութը բերում է եւ այս ժողովի անունով թաքնվում այս տեղական հայաստանյան առաջնորդների եւ եպիսկոպոսների թիկունքում եւ հրապարակում այս տեքստը Պետրոս ասեք sense ոնց կարելի է լավ Սես ոնց կարելի է ասեք մեկը հարցնի ասի դու ինչ գիտես Մոսկվայից ով է զանգում ինչ ան դու այդ եկեղեցու հետ ինչ կապ ունես 2017 թվականից քեզ հանե շպրտել են դուս արդեն երկրորդ անգամ վերջնական դու ինչ գիտես ով է զանգում ինչ անում բարձրագույն հոգևոր խորհրդի նիստը ոնց մենք հետևում ենք լավ բարձրագույն հոգևոր խորհրդի նիստը ըստ կանոնակարգի տարին 4 անգամ գումարվում է բարձրագույն հոգևոր խորհրդի անդամներից 23 անդամից 13-ը Հայաստանում գտնվող մշտապես գտնվող եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ են։ Նրանք ցանկացած պահի կարող են որոշումը խորհրդի նիստ հրավիրել։ Բազմաթիվ դեպքեր ա եղել, որ բարձրագույն հոգևոր խորհրդի նիստերին մյուս եպիսկոպոսները հերրավոր մասնակցել են։ Այդ հնարավորությունը կա։ Մարդիկ իրանց ձևով քննարկում են, որոշումներ են կայացնում։ Դու ինչ գիտես ասա, դու ով ես, դու հոգևոր խորհրդի անդամ ես, դու այդ գրասենյակի ընդամենը մեծ գավազանը բռնողն ես, այն տարբեր չարաշահումների եւ անազնվության, դավաճանության համար հանե շպրտել են դուս ասեն, դու ինչ գիտես այդ բաներից խոսում ես։ Բա Պետրոս, ասում է Եվրոպայից, բայց այդ խաբար չի որ բարձրագույն հոգևոր խորհրդի կազմում Եվրոպայից ներկայացուցիչներ չկա, ներկայացուցիչներն են Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքն է, Երուսաղեմի հայոց պատրիարքն է։ Բանից բեխաբար աշխարհի սուտ ասում, դու ասում լավ էլ եկել ես, ասում սուտասան ես, ախպեր ջան, լավ էլ եկել ես համեք։ Էսի հե սուտասանների տեղն է։ Պետրոսը իրան օրթախակ թե։ Ինչ որ Մոսկվայից ուղարկում են իրան, նրա եղբայրը ուղակի պատանդարու է, պատանդի կարգավիճակ ունի Մոսկվայում նրանք միլիոնավոր դոլարներ են աշխատում երկու եղբայրով եւ Մոսկվայում հնարավոր չէ լինել միլիոնատեր դոլարային Ինչպես են աշխատում այդ ամբողջ հսկա առաջնորդարանի կառույցը իրենց խանութներով, ծառայություններով, վարձակալության տալով եւ տաճարի եկեղեցու ներսում նրանք գանձանակի վրա տեսախցիկներ են դրել եւ քահանաները իրավունք չունեն 1 ռուբլի 1 սենտ վերցնել ծեսից։ Այդ Պետրոսյան իմացար միլիոնները ոնց են աշխատում, խունկ են վաճառում, այդ եկեղեցուց, դե խունկը արժի, դու եկեղեցի չես էթում, չէ Պետրոս, դու պատարագի չես մասնակցում, չգիտես։ Լավ, ոչ, ասեմ 150 դրամ արժի մի տուփ խունկը պատարագից առաջ, որ հիմա ասենք թե 150 դրամը դա ցենտով ելնում է 40 ցենտ։ Հա 40 ցենտը որպեսի 1 միլիոն դոլարը անում է 25 միլիոն հատ խունկ։ Հիմա հասկացար Ռուսաստան մարդիկ լույսը բացում է մենակ խունկ են առնում, որովհետև պիտի 25 միլիոն հատ խունկ վաճառի, որ էլի 1 միլիոն դոլար։ Եսի ասում եմ, այդտենց միլիոններ են աշխատում եկեղեցու խանութներ, եկեղեցին գիտես էլի Պետրոս, այդ եկեղեցու տարածքում հագուստի խանութներից անցնում ես, մտնում ես կենցաղային տեխնիկայի խանութ, կենցաղային տեխնիկայի խանութից անցնում ես շինանյութի խանութը, շինանյութի խանութից եթում ես ոսկե ազարդերի եւ իրերի խանութ, խանութների sense մի հատ եկեղեցիները sense բան է էլի մոլեր են էլի, այդպես վաճառքի բան Արս դու սրանները որ դուց ես Պետրոս մատ ուզում եմ ասենք օրինակ սրան որ բերեն նստացրել ես դե մատ հետաքրքրվել ես չէ երևի կամ մեկը հետաքրքրվել է զանգել է հեռախոսի համար եք թե զանգել եք նախապես խոսել եք բան չէ հեսա դիտմամբ է հա արվի այս ընթացքում փաստորեն նրանք կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ Չէ Պետրոս ջան Սամվել Կարապետյանը դրանք ոնց կարան Սամվել կապ ունենան Սամվել Կարապետյանը ինչ կապ ունի ընդհանրապես եկեղեցու ամենամեծ բարերարն է մարդը միլիոնավոր դոլարների եկեղեցուն օգնություն է ցույց տալիս Սամվել Կարապետյանը ով է լսա այդ ցավատան ընդհանրապես Հայաստան համահայկական հիմնադրամով
մի քանի ամենախոշոր դոնորն է Հայաստանում, Արցախում բազմաթիվ ծրագրեր արել, խոշոր բիզնեսներ ունի Հայաստանում, Ռուսաստանում, Սամվել Կարապետյանի անունով լսի, ով դրան ճանաչում, այ Պետրոսյան, այդ ճանաչված մարդը այս նշանն է, Նշան Հովհաննիսյան, որը անունը դրել է Խորեն Խորեն էլ այդ իր բանն է, ինքը Խորեն չի կարա կոչվի, էլ դու ես ասում Խորեն, ես է շշկռվում մի անգամ ասեմ։ Ավազանի անունով սրան պետք է։ Նշանը Խորեն Հովհաննիսյանը խնայել անունը դրա որ ֆուտբոլիստի հետ շփոթեն հիշեն։ Նշան Հովհաննիսյանը, այսինքն էսի կապ ունի եկեղեցու հետ, մեր ազգի պարծանքն է սա, մեր սաղս հպարտանում ենք, ասեմ արտասահման մի տեղ եթում ես, ես օրինակ որ դեսպան էի, հարցում են ասում են որ երկրի դեսպանն ես, ասում եմ Հայաստանի, ասում եմ Հայաստան որն է, ասում եմ Արմենիա որն է, Ռումինիա, ասում եմ չէ, Ալբանիա, ասում չէ, բա որն է, ասում եմ Նշան Հովհաննիսյան, Նշան Հովհաննիսյանը բոլորը ճանաչում են, ճանաչված ամբողջ աշխարհում հայտնի հոգևոր մշակութային, քաղաքական, տնտեսական գործիչ։ Սաղը իրանով ենք հպարտ, այ մարդ բոլորս ենք ճանաչում, բոլորս ենք հպարտ, հիանում ենք ամբողջ, թե չէ Շարլ Ազնավուր, ես իմ Սամվել Կարապետյան, ես իմ Քրքրքորյան, ով է դրանց բանի տեղ դնում։ Նրանց կապը Սամվել Կարապետյանի հետ բավական վաղուց է Սամվել Կարապետյանին հիմա նրանք ներկայացնում են իբրև մեծ բարերար եւ այլն ճորոմ բարեր հայացքի մեծ բարերար օգտագործում նրա հասցեին Դո չէ, այդ Սավետանեմ Սամվել Կարապետյանը երբ է բարերարություն արել, երբ դες ուղղակի բան էլ այտենց ներկայացնում են, էլ դες ճորոմը Այ ինքն է մեծ բարերար, եթե ես եկեղեցին Պետրոս մերես 1700 տարվա մեջ մի անգամ մի լուսավոր հաջողություն բա ունեցել է, այս մարդու շնորհիվ է, որ ինքը այդ եկեղեցում ծառայել ընդից մի կոպեկ փող գողացել, մի երկու բան արել, չի գնացել ծառայության հանեշտապ, այդ իր շնորհիվ է եղել, որ այսօր աշխարհը հայտնի է, Հայաստանյա ծառայել է, երբ են իմացել, այս մարդկան շնորհիվ են իմացել, թե չէ Նետես ներկայացնում են էլի Սամվել Կարապետյան։ Հիմա շատերը կասեն, որ ձեզ հեռացրել են, դրա համար էլ դուք չարացած եք եւ այդպիսի բաներ եք ասում։ Թող որևէ մեկ ինձ դատի տա, ճանապարհը կա, չէ։ Կարող ենք դատարանում Իսկ ձեր հարաբերությունները ինչպես եք դուք նախկին գավազանակիր դարձել։ Պետրոս ջան, նախ իրան չեն հեռացրել, իրան ուրիշ բան են արել։ Այն ինչ որ իրան իրականում արել են, դա թուրքերեն է լավ հնչում բայց դե մենք լսի քեզ վիրահայոց թեմ էին ուղարկել չէ կարծեմ ծառայության հետո ընդդիցել է ծառայության վայրը լքելու պատճառով արդեն կարգալույց են արել իսկ սիկտիվ կար քեզ չեն ուղարկել ծառայության կոմի ավտոնոմ հանրապետության մայրաքաղաքական դե ծառայության չէ ոչ մի անգամ քեզ չեն ուղարկել սիկտիվ կար Հա Պետրոս, սրանք ոնց որ ուրիշ տեղ են ուղարկել, դե ոնց որ չեն, բայց ինչի, կարել էր էլ իրեն դե ուղարկել երևի։ Թե չէ դու ասում ես հեռացրել են։ Ինչ ա եղել, ինչ գալաթ է արել դու արանդը։ Ինչպես եմ դարձել նախկին գավազանակիր։ Ուրեմն այս մարդը, այս հրեշը, Կտրիչ Ներսիսյանը լուսահոգի վեհապար Գարեգին առաջինի շրջանակից երկու մեծահարուստ մարդիկ կային, որոնց հետ ես շփվել աշխատել էի։ Լսի պատմումը։ Մեծահարուստները իր հետ, հարցը դու ընդամենը գավազան բռնող ես եղել, չէ՞։ Ինչի պիտի մեծահարուստները քո հետ կապ հաստատեին, քո անունով 100% երևի վեհապարը պայմանավորվածություն ա ունեցել Գարեգին առաջինը, մեծահարուստ մարդիկ, որ եկեղեցուն փոխանցեն, ասել է իմ գավազանակրին։ Ես տենց եմ ենթադրում, էլի։ Իմ գավազանակրին փոխանցեք, նա կբերի կմուծի եկեղեցու հաշվին։ Այս մարդիկ էլ լսելով վեհապարի հորդորը փողը փոխանցել է, դու վեհապարը մահացել է, էսի մտածել է, որ կարելի է այդ փողերը, ես չեմ այդ պատմության մեջ չեմ եղել, բայց արդեն առողջ տրամաբանությունը է դա։ Այս փողերը այս մարդիկ փոխանցել են, էսի կերել է, չի բերեմ, ոնց է Գարեգին վեհապարն էլ արդեն իմացել է դրա մասին ու բռնեցրել է սրան։ Այտենց է, հələ մեծ պատմի, դու ոնց որ հեսա սաղ ասելու ես։ Նրանցից փորձել էր իմ անունը տալով փող փոկել։ Նա այսպիսի բան ունի, ասենք եթե մի հոգեվորական մի մեծարարուստի հետ շփվել աշխատել կամ մտերիմ է, փորձում է նրա անունը շահարկելով մի բան փոկել։
փորձել էր իմ անունով մի բան փոկել, մարդիկ անտարբեր էին եղել, ոչինչ չէր ստացվել։ Հետո ինձ մի օր կանչեց, ասեց քո հաշիվներում ավելի շատ գումար է մտել, քան թե դու աշխատավարձ ես ստացել։ Ես մեռնել եմ մենակ չգիտեմ Պետրոս, տեսա ինչ ա եղել։ Գարեգին առաջինը 100% էլի։ Ասելա փոխանցեք եկեղեցու եւ Գարեգին երկրորդն էլ արդեն ասում է լսի քո հաշվին ավելի շատ փող կա քան ես քեզ աշխատա այդ փողը քեզ որտեղից մեծարուստները քեզ ասա փող են տալի որ դու ինչ անեիր եկեղեցու նվիրատության փողը փոխանցել են կերելա բռնվելա ու աշկնել հանելա բատեսներին փողնես եկեղեցին գանձագող խաչագողները ապշեցի ասի նման բան չկա ինչ եք ասում ասեց բայց միջա գիտեի որ հաշվոբան քրքրում է ու ոչինչ չէր հայտնաբերել ասեց ինչքան որ ավել գումար ես ունեցել աշխատավարձից ավել բեր ինձ վերադարձրու եթե ոչ ես եպիսկոպոսական հանձնախումբ եմ ստեղծելու որպեսզի քննեն եւ խիստ պատիժ կլինի ես ասեցի ոչ ինքը ինձ բանավոր ասեց բայց ես կոպիան ունեմ պատճենն ունեմ բարեբախտաբար գրավոր գրել եւ նետել տվել եմ իրեն որթե որ գրպանումս ոչ հաշվում ինչ ունեմ ոչ մի ավել գարուստ չեմ եղել երբեք Պետրոս էսի քո խայսաթին է ջոգիր դու էլ չէ այն որ կենտրոն հեռուստաընկերությունում աշխատում էիր հələ մա ասա հələ այդ քո աշխատավարձից բացի որ բիզնեսի ներկայացուցիչներ այդ որ ասենք հարցազրույցներ էիր վարում իրանք գալի քեզի ծրարով փող են տալ էլ մա ձեռը դեր խեղճի տաս դու գնացել ես Ծառուկյանին ասես պարոն Ծառուկյան այս ինչ ֆիրմա է այս ինչ գրուպ է ընդհանրենք ինձ բերելա $700 փողա տվե առնեք այս փողը վերցրեք կամ էլ ասես այս ամիս ինձ աշխատավարձից $700 պակաս տվեք այս ինչ գրուպը ինձ $700 տվ ասել ես թե չէ դու էլ լրիվ քու խայսատին է ուղղակի էսի բռնվել անել են արա քեզ կենտրոն հեռուստաընկերությունից չեն հանե Պետրոս կարող է դու ես բռնվել արա Արա փաստորեն բախտակից ընկերներով նստած իր հետ դարդերն եք պատմում էլի դարդերն եք պատմում ջան եք ասում ջան եք լսում դու հանրային հեռուստաընկերությունը մել պետք է քեզնից զուշել են Պետրոս խայսաթը որ կա մարդու ոչ մի բան չես կարող անես հետո ինչ ես արել դու արա եւ ինքը ոչ մի հանձնախումբ չստեղծեց ոչ մեկ չեկավ չքննեց իմ հաշիվները բայց абսուրդ է, չէ՞, պատկերացնում եք դուք մի օր արթնանաք, որոշեք ձեր ղեկավարին պիտի գրեք, որտեղ ինչքան գումար ունեք, որ հաշվում, որ գրպանում։ Абսուրդ է, չէ՞, պետք դու տես բան չես արել, չէ՞, որ ասենք թե քո ղեկավարին ասես, թե դու այդ հիմնարկը որ աշխատում ես, ոնց ես փող կերե։ Որպեսզի շատ երկար չլսենք, հետո սրան հանում ռադ են անում, Բագրատ Սրբազանն է գալի խնդրում վեհապարի մեղքը գալիս է, էլի, անտերի պես ընկածալնում են ասում է վերադարձնում են ծառայություն ուղարկում են որ դա վերահայոց թեմում աշխատի ծառայության վայրը լքելու համար էլի փաստերի ստուգման հարթակնագիր է 2017 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Վազգեն եպիսկոպոս Միրզախայանի գրության հիման վրա համաձայն որի Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքել է եւ ծառայությունից վերջնապես ազատում են ու դառել է այդ օրվանից արդեն նշան Հովհաննիսյան հիմա հասկացար ինչ դասալիկ գանձագող ու խափեբա Ադրբեջանը թուրքական սպասավոր ես քթե բերե սարքե քեզի բախտակից երկուսդ էլ նույն խասյաթի նույն ճակատագրի նույն գործի վրա նստած մարդիկ իմացաք սիրելի ժողովուրդ տեսեք ոնց սիրուն բացահայտեցինք սրանց երկուսին միաժամանակ Փայխորեն եթե դրա ասած այդ սարսափելի բաները ճիշտ են ինչու եկեղեցում չկա որևէ ընդվզում տպավորությունն որ բոլորը բոլորի հետ համաձայն են որտե սուտ ասում ոնց կարող է տես բաներ լինի ու դժգոհություն չլի որ ընդամենը իրանա վերաբերում հենց հանը շպրտել են ասենք հələ ամբողջ եկեղեցական համայնքը տեսեք ինչ կարծիք ունի սրա մասին ու սրա նմանների մասին եկեղեցում նա բոլորին գլխատել է ուղակի ես իրեն մի առիթով գրել եմ որ ինքը նվիրապետությունը դարձրել է ստրկատիրություն նա ինքը ուղակի անաստված բռնակալ է նա եթե կարողանար սպաներ եւ անպատիժ մնար վստահ եղեք պիտի սպաներ դե լավ ես ուղղակի նրան մոտիկից ճանաչող մարդ եմ ասում հիմա գիտեմ նրա դեմ
սպանության գործերով գործեր կան հարուցված։ Հասկանում ես ինչ ասում։ Ասում է հիմա սպանության գործով գործեր կան հարուցված։ Այսինքն հիմա սրա ասելով կա վարույթներ, որտեղ սպանություն ա եղել եւ այդ սպանության վարույթով մեղադրալի կարգավիճակ ունի Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս։ Ու դու էլ ես նստած այս էշությունը սենց հերարցակում եք հանրային հեռուստաընկերության։ Հələ լավ է այս անտիֆեյքի Ղազարյան versus Ղազարյանն է կա, այս էշությունները բացահայտում ենք տեղում։ Ես նաև Գարեգին առաջինի մահաբեր հիվանդությունը ես բավական երիտասարդ էի լուսահոգի վեհապարի երբ վրա հասավ Գարեգին առաջինի անմիջական շրջապատի մարդիկ ասում էին որ այս հրեշն է սպանել ես այն ժամանակ չէի ընկալում շատ երիտասարդ էի բայց հիմա երբ հերվից ավելի խորաթափանց եւ քննությամբ նայում եմ այդ դեպքերին շատ կասկածելի եւ խորհրդավոր պայմաններում Գարեգին առաջին լուսահոգի վեհապարը մահաբեր հիվանդություն ձեռք բերեց եւ մահացավ։ Գարեգին առաջին վեհապարը գիտես ինչից է մահացել Պետրոս։ Քաղցկեղից։ Ու ասում է այդ հիվանդության պատճառը, որ Գարեգին առաջինը քաղցկեղ ա ունեցել, այդ եղել է Գարեգին երկրորդ վեհապարը։ Այն ժամանակ ինքը Արարատյան թեմի առաջնորդն ա եղել ու ինքն ա եղել պատճառը, որ Գարեգին առաջինը քաղցկեղով հիվանդացել է։ Ասիկ իդ կարգի անասուն բնության մեջ հետաքրքիր է երկրորդը կա թե չկա էլի չնայած էսի լավ էլ ասուն է էսի անասուն չի կարա կոչվի էսի ինչ կարար կոչվեր այն ամենասկզբից ինչ ասած ինչի էշ հա նիկոլական էշ ավելի լավ է քան անասունը դուք խոսում եք նաև երկու ժողովների մասին մեկը Բագրատ Գալստյանի շարժման ժամանակ, մեկը Սամվել Կարապետյանի ժամանակ։ Ինչ է եղել։ 24 թվականի մայիսի 3-ին Կտրիչ Ներսիսյանը հավաքում է Հայաստանի բոլոր առաջնորդներին, եպիսկոպոսներին եւ ասում, որ Բագրատ Սրբազանը ուզում է Կիրանցից շարժում սկսել եւ երթով գալ Հայաստան, Երևան։ Բոլորը ներկաները ապշում են, մեծամասնությունը դեմ է արտահայտվում ի պատիվ եպիսկոպոսների։ Եվ խոսում եւ ասում են լավ շնորհակալություն որ համաձայնվեցիք եւ 4 սրբազաններ ոտքի են կանգնում ի պատիվ իրենց անունները հիմա չեմ կարող տալ, իրենց չեմ հարցրել, բայց 4 պետականասեր եկեղեցասեր սրբազաններ ասում են վեհապար ինչպես մենք հենց նոր մեծամասնությամբ ասացինք որ դեմ ենք այս բանին որ Բագրատ Սրբազանը քայլի եւ այդ շարժումը ղեկավարի այսպես զվաղում լոլո է կարդում եւ փակում այդ ժողովը եւ սա ուղղակի ոտնահարել է մեր եկեղեցու ընդհանրական եկեղեցու բոլոր կանոնները եւ սինոդականությունը քվեարկելու եպիսկոպոսները քվեարկելու որևէ շանս չունեն Դեմա լսի Պետրոս դուս տվես չէ ասում է 2024 թվականի մայիսի 3-ին վեհապարը հրավիրել է եպիսկոպոսներին ասա դու ինչ գիտես եթե քեզ 2017 թվից արդեն այդ եկեղեցուց հանես շպրտել են դուրս դու այդ եկեղեցում ոչ մուտք ունես ոչ միջոցառումների մասնակցություն ունես ոչ այդ ժողովներին ներկա ես ներկա չես եղել ականատես չես եղել այսինքն այդ ժողովի մասնակիցներ ասեր գիտես ինչ 4 հոգի հելան խոսեցին եթե ընդ չես եղել ինչ գիտես որը տենց է եղել կամ եթե 4 հոգին են եղել մենակ բարձրագույն հոգևոր խորհրդում 13 հոգի հայաստանյան Այդ 4-ը 13-ի մեջ ոնց է դառել մեծամասնություն, ոնց են նրանք դեմ եղել, ինչին են դեմ եղել, այսինքն այդ ապուշ դուս է տալի էլի։ Ուզում ես էլի դուս տա, երկրորդ ժողովը, հա, դա առաջինն էր։ Հա, դա իմացանք ինչ է էլ առա, ինքը ճիշտ անդե չի էլ է, բայց դες մանրամասը պատմադաժը անունները կարա տալ 4, ուղղակի դրանց հետ չի խոսել էլի։ Դա առաջի ժողովն էր։ Հիմա անցանք երկրորդին։ Երկրորդին էլ ինքն դե չի ելել, որովհետև ինքը 17 թվից է շպրտած դուս փողոցները։
բայց երկրորդը արդեն ավելի ուշ է, այնի 24 թվին եղե, երկրորդը 25-ին։ Ինքը էլի տես մի հատ երազատես է, դե ինքը տենց տեսիլքների մեջ է, էլի տեսիլքներով է ապրում։ Ու գալի հանրայինում պատմում, դու էլ ես այնպես փորը տնգեն նստել ես, այս ապուշություններն ես լսում։ Այնա խալաթը տակի արի։ Հուսադրող է հատկապես որ վերջերս երբ Սամվել Կարապետյանին դատարան էին տարել, սա 22 եպիսկոպոսի շաբաթ առաջ, 10 օր առաջ երբ էր, կանչում է իր մոտ եւ ասում է որ դուք ձեր ցանկությամբ ովքեր կուզեք գնացեք դատարան եւ դատարանի առաջ պաշտպանեք Սամվել Կարապետյանին։ Ի պատիվ մեծամասնության 22 եպիսկոպոսներից ընդամենը 3 իր բնակալես եպիսկոպոսներից ձեռք են բարձրացնում եւ հարազատ եղբայր Եզրասը 4-ով գնացին դատարան, տեսարանները կա YouTube-ում, համացանցում։ Լսի, YouTube-ում կա, մենք տեսել ենք, թե ոնց են բազմաթիվ հոգևորականներ, այդ թվում եպիսկոպոսներ, գալի թե ով է զանգե 22 եպիսկոպոսի կանչե, խոսե, ձեռեն, ասա դու որ ընդեղ չես եղել։ Օրինակ Պետրոս դու ընդեղ ես ելել։ Դու ընդեղ չես ելել։ Այսինքն եթե դու ընդեղ չես ելել, չես կարա, չի ասես, որ ես ինչը զանգեց, ես մեկին կանչեց, եկան ժողովարին, խոսացին, ինքը ասաց է, մեկը ձեռ բարձրացեց է, մեկը փախկվա մտասի, չես կարա, չի ասես, եթե ընդեղ չես ելել, ո՞նց կարա ասես։ Բայց հիմա սրան ասա, այ Նիկոլական էշ, եթե դու ընդեղ չես ելել, այդ ամեն ինչը ո՞նց ես տեսել, որ ասեց ականատեսի աչքերով պատմում ես, հան։ Ու դա էլ հանրային հեռուստաընկերությունից։ Առաջին տիեզերական ժողովը Նիկիայի 325 թվականի, որի 1700-ամյակն է այս տարի, 15-րդ կանոնն ասում է, որ եպիսկոպոսը իրավունք չունի այլ թեմում գործունեություն բայց այդ կրոնական գործունեություն չի։ Մի րոպե, այդ տիեզերական ժողովին էլ ես դու ներկա եղել 1700 տարի առաջ։ Արամատել այդ ժողովից պատմի։ Ընդ այդ ժողովի վաղ քանի եպիսկոպոս էր։ Ռուսաստանից զանգին այդ ժամանակ այդ բանին ժողովի ժամանակ կաթողիկոսին բանասին այնտեղ գրությունը բերին ով ձեր բարձրացրեց այդ 15-րդ կանոնը ընդունելու ժամանակ քանի եպիսկոպոսա մտել պատմի էլի պատմի դե հիմա մեկը դու ներկա ես չէ եղե այդ բոլոր ժողովներին դու ներկա ես ելել դու փաստորեն Արա Պետրոս էսի հերոստանկերությունա թե գժանոց արած իսես ոնց կարելի է լավ Պետրոս Դուք հավատում եք, որ Գալստանյանը ահաբեկչական գործողություններ էր ցանկանում անել։ Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պիտի ասեմ, որ քննչականի հրապարակած նյութերը հավատ էին ներշնչում, փաստորեն երրորդ հեղաշրջումը եւ արունահեղությունն էր կազմակերպում եւ սրա գլխավոր դեմքը կտրիչ Ներսիսյանն է։ Լսի դու քննչականում ես եղել այդ տեսանյութերը հրապարակելուց բանանդե չես էլ է մամատանդելներ տենայր այ մարդ այդ ինչեր են քթե բերե գիտես ինչ են քթե նշան ջան Երևանի քարտեզը ահաբեկչություն խլապուշկաներ են քթե ընդ կրակած պատրոններ են քթե որսորդական մեկ էլ բան են քթե արա լսին ծուխ այն մանուշակագույն ծուխ Ինչ հավատաներ շնչի այ մարդ, այս մարդը ընդեղ ասկալի Պետրոս, էսի ամեն տեղ ելնում է, էսի ուղակի իրան ամեն տեղից հանե շպրտել են, բայց ինքը ամեն տեղ ելնում է, մեկը ուր է թաս, ուր է թմես այ մարդ, տենում ես նշան ընդեր նստած, ուր է թմես տենում ես նշան Հովանեսյան, այս ես նշանված ամեն տեղ վեր ընգած։ Աչապահյանը և Բագրատ Գալստյանյանը, լսում ես Գալստյանյան Բայց Գալստյանյանը, որ գնացել էր վեապարին խնդրում էր, որ քեզ առաջին անգամ կարգալույց անելուց հետո հետ ընդունեն եկեղեցի, այդ վաղտե դու իր ազգանունը չգիտեիր։ Ասես ազգանունը չգիտի Սրբազանի։ Նրանք միայն զինվորներ են, նրանք որ իրենց լեզուն շաղ են տալիս, խնդրում եմ մի խափնվեք եւ մեր ժողովուրդը ուզում եմ որ իմանա առանց կտրիչ Ներսիսյանի Գարեգինի Նրանք ոչ մեկ բառ կարող են ասել, ոչ մեկ քայլ կարող են անել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ներսից ամեն բան գիտեմ, տեսել եմ, մեջն եմ։ Մեջն եմ ասում։ Թե ինչի մեջն է։
2017, հիմա որ թիվն է Պետրոս, 2025 թվի հուլիսն է, չէ։ Հələ սրան հիշի երբ են հանե շպրտե 17 թվին 7 տարի առաջ հանե շպրտել են ասում ինձ հավատացեք այ մարդ ես իմ աշկով եմ տենեմ այ մարդ մեջն եմ արդեն այն ինչ այսօր եղավ դա ճիշտ բանի համար էր բովանդակությամբ սխալ ձևի մեջ դա չի հարվածում եկեղեցուն եկեղեցուն հարվածում է եկեղեցին այնպիսի դժնդակ հարվածի տակ է Գարեգինի կողմից, որ այսպիսի հարված վերջին անգամ եկեղեցուն հասցրել էր Ստալինը։ Եկեղեցին պիտի փրկենք, ազատագրենք, որբեսի եկեղեցին իր առաքելության մեջ սեր եւ երկնքի արքայություն եւ մեր ժողովրդին մխիթարություն բերի։ Այս մարդը երբեք տեսել չքավոր, կարիքավոր, սքավոր հային մխիթարի, դրել մեռելոցներ է մցրել Սերժի հետ։ Մարդկանց պարտադրում են գերեզման գնալ տարին 5 անգամ։ Մեր եկեղեցում այսպիսի բան չի եղել։ Դա աննորմալ է։ Սա աննորմալ է։ Ինչ է խոսում Պետրոս։ Տարին 5 անգամ ասում է, խոսք գիտես ինչի է վերաբերում։ Առաքելական եկեղեցու կողմից նշվոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցին, որը հազարամյա կարգով կանոն, որ ոչ միայն մեր եկեղեցու, կաթոլիկ եկեղեցին էլ այդպես, տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է, մարդիկ գնում են գերեզմաններ, տաղավար տոների բարի ավետիսը լուրը նաև ննջեցյալներին փոխան, այդ խորհուրդ ունեցող իրադարձությունը, առիթ է նաև մարդիկ, որպեսզի իրենց ննջեցյալներին այցելեն, գերեզմանները խնամեն, հոգ տանեն դրա համար։ Ինչ է խոսում Պետրոս։ Տեսեք, հայր խորեն, տեսեք։ Արա նախ դու էլ հա տեր խորեն, հայր խորեն, արա էսի անտեր ասկի խորեն է չի, արա անտեր նշան է։ Տեր խորեն, հայր խորեն, անտեր նշան Հովանեսյան։ Դե ինչ լավ է բռնում։ Մարդ երբ մահանում է հանգուցյալի 40-ից հետո սուքը վերանում է, այլևս սուք չկա։ Հասկացար Պետրոս, հիմա որ դու մեռնես 40 օր հետո արդեն տոն ալելու, տոն, Պետրոսը մեռավ, էլ սուք չկա, պիտի էլ ոչ մեկ քեզ չհիշի, էլ պիտի ոչ մեկը քո հետևից չգա, գերեզման չգա, դու անհոգեղի Պետրոսյան, մենք քեզ կհիշենք, մենք կդնենք այդ Ղազարյան versus Ղազարյան նախագծի թողարկումները անընդհատ կկրկնենք, անընդհատ կհիշենք, կգանք, ես գիտեմ, ոչ են Ժաննան է քո հետևից գալու, ոչ են աղջիկներ քո վրա քաշողել կարող է չլի, բայց մենք կանենք, մենք կդիմենք անտիֆեկի այդ մեր հերոստատիտողներին կասենք, խնդրում ենք ժողովուրդ ջան, այս ամիս donation alerts-ը, Patreon-ը, super chat-ը, բանկային փոխանցում, այն ինչ որ անում եք, մի բան ավելարեք, տանենք այդ Պետրոսի վրա, գոնե մեկ քարտ դնենք, թե չէ այս նշանը ասում է Պետրոսին, մոռացեք, սարքեք տոն, չիլնել ոչ քոնը, ոչ Նիկոլինը, ոչ Ալենինը, ոչ դաժե Անդրանիկ Քոչարյանինը մենք կհիշենք, Անդրանիկ Քոչարյանին էլ կհիշենք, կբերենք սիրուն մի հատ ցենց դուր կդնենք, հետո այդ դուրը տենց արանքից բան կունենա, exit կունենա, կոչվի դուրեկ, տենց դուր exit, տենց մի հատ տենց հետաքրիր ձևով ճարտարապետներին կասենք, կսարքեն այդ ամեն ինչը, կհիշենք, մենք մեր խելքը չենք տա սրա խելքին, Պետրոս ջան, դու անհոգ եղի, այդ հարցը դուք սաղդ համարեք լուծված։ Եղավ սրան մի լսի։ Սրանք իր ենթակաները դեկտեմբեր 31-ին ավտոբուսներով մեր սքավոր, մեր խեղճ որդեկորուս մայրերին, հայրերին եռաբլուր են տանում, խրախուսում են։ Եղբայր այս մարդկանց պետք է կյանք նվիրել, կյանք վերադարձնել, վերանորոգել սրանց կյանքը։ Պիտի մոռանալ Պետրոս, տես ինչ ասում ես ադրբեջանա թուրքական գործակալը։
ասում է երրաբլուր էր ծնողներին մի տարեք, թող այդ մարդիկ չհիշեն, որ իրանք երեխա են ունեցել, որ իրանք երեխան զոհվել է հանուն հայրենիքի, որովհետև այդ հայրենիքը արդեն մոռացել եք, այդ հայրենիքը հանձնել եք թուրքերին, պետք է այդ երեխաներին է մոռանաք, իրանք զոհողության վայրն է մոռանաք, մի տարեք ծնողներին գերեզմաներ, մի թողեք ընդհանրապես այդ երրաբլուրը պիտի մի հատ Պարիս դնեն, Պետրոս, փակեն, բանալիներով սեյֆը փակեն, չթողեն ընդ մենակ Նիկոլ ասենք պետք է լենուց այդ հանդեպ մի հատ նկարվի, մի հատ արարողություն, պիտի մարդ չթողնեն մինը, պիտի զոհվածների ծնողներին տանեն տգետների դպրոց, տգետների դպրոցում պիտի իրանք լսեն Աննա Հակոբյանի դասախոսությունը, Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը, հետո պիտի լինի համերգ, ընդ համերգ տոնական մթնոլորտ, մոռացեք այդ բանը, սուքը, վիշտը, հայրենիքի կորուստը, ուրախություն, ցնծություն ապրեք, թուրքերը գալիս են հեսա, 300,000-ով գալիս են, են Փաշիազադեն ստեղ թեմա հիմնելու, Էշմիածնում առանձին, Երևանում առանձին, մենք պիտի գնանք լծվենք, քեզ մի հատ նորից թլփատեն, Պետրոս, Իրանը արդեն թլփատ, սաղին պիտի թլփատեն, ուրախանանք, տոն։ Ճիշտ է թե ոչ։ Ինչը։ Այդ կենսաբանական զավակի ինֆորմացիան։ Ես պնդում եմ, որ նա ունի զավակներ մեկից ավելի կանանց։ Ինչի հիման վրա է ձեր պնդումը։ Պետրոս, մինչև հիմիկվա սրա սաղ ասազները, որ այսքան դուս տվեց, ինչի վրա էին հիմնված այդ պնդումները, ապուշությունների, չէ, նույնն էլ ես մի հերթական ապուշությունը, ինչի վրա պիտի հիմնված լինի, ապուշության։ Եթե ինքը հակաճարի, ես անունները կտամ, Հականե Հանվանե կասեմ, ես ճանաչում եմ։ Այսինքն դու ճանաչում ես, ամեն ինչ գիտես, հա։ Իսկ դու հələ մի բան հարցնեմ, իսկ դու ստուգել ես վարչապետը թլպատվածա թե չէ։ Վերջին անգամ դու ոնց որ դրա հետ ես այս խոսակցությունից հասկանում եմ, որ դու հանդիպել ես, այդ հանդիպումից հետո է ինձ թվում անա Զանգե Պետրոսին ասե բան կան։ Այդ ոնց որ այդ վերջի հանդիպման համը մնացել է բերանը, հա քո։ Պարզ ամեն ինչ։ Շնորհակալություն։ Պետրոս ջան, մենք էլ քեզնից ենք շնորհակալ։ Դու այսօր ամբողջ քրիստոնյա հայությանը բերիր ցույց տվեցիր Հուդայի կենթանի կերպարը։ Այսինքն մինչև հիմա եկեղեցիներում կամ ինչ-որ արարողությունների ժամանակ պատմություններ էին պատում, թե Հուդան ոնց է եղել, ոնց է դավաճան է բանը։ Դու այսօր բերիր, այսինքն սրանից հետո արդեն մենք գիտենք Հուդան ինչ տեսքան ունեցել, ոնց է։ Հիմա սրան կարան տանեն մի հատ կոլբայի մեջ դնեն, տանեն Էշմիածնի մոտ, միտեղ մարտաճարի տարածքում պետք չի։ Այն դուրս են, այն բանի մոտ, այն Խաշմերուկի մոտ, միտեղ ես կոլբայի մեջ դնեն, ասեն, էսի Հուդանա։ Գիտես ինչ, կարելի է քեզ էլ, ասես մի հատ կարող է քեզ էլ պետք է լինես, ասես մի հատ կոլբայի մեջ դնեն, տանեն ագրարային համասարանի մոտ ցուցադրեն։ Արա կարող է դες բանկադրամարականիկը ուզում է ագրարային համասանը փակվի, որ հանկարծ դες բան չլինի։ Թե դու դրա հույսին էլ չես արդեն, սիրտը ուրիշ բաներ է ուզում, արդեն էլ դրա հույսին էլ չես։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ռադետ քաշե։ Հիմա սրան ամեն տեղից հանե շպրտել են, չէ՞։ Այս հարցազրույցից հետո հանեքստի շպրտեք, այլևս սրա ոտը ես դե չտենամ։ Ձեր հարցազրույց Պետրոս Ղազարյանի մասին չես մտածում, Ղազարյան versus Ղազարյան նախագծի մասին մտածի։ Ինչքան մենք պիտի մեր ներվերը քայքայենք սենց ապրանքների վրա։ Շնորհակալություն։ Կհանդիպենք, շնորհակալություն։